Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խզմալյան։ Շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Պարոն Խզմալյան, Եվրոդաշինքի տեխնացուն Գյումրիում շատ ձայն չկարողացավ ստանալ, կարելի ասել պարտվեց։ Քանի որ դուք Եվրոդաշինքի մեջ մտնող կուսակցություններից մեկն եք, անմիջականորեն ականատեսն եք եւ մասնակիցն եք եղել այդ ամբողջ ընտրապայքարին եւ ընտրությունների օրերին հետեւել եք առաջին այսպես շարքերում ուստի ձեզ եմ հարցնում այնուամենայնիվ ինչ տեղի ունեցավ Գյումրիում ով հաղթեց կամ կարելի ասել ինչը հաղթեց Գյումրիում 2-3 հարց է Եվրոդաշինքի տեխնացուն հավաքեց մոտավորապես նույնքան ձայներ, որքան հավաքեց Եվրոդաշինքը ստորագրահավաքի ժամանակ Գյումրիում 2000-ից մի քիչ շատ։ Պես որ ասել, որ Եվրոդաշինքը պարտվեց այս առումով ոչ թե այս առումով պարտվեց Եվրոդաշինքը, այստեղ ավելի կարևոր է պատասխանել ձեր երկրորդ հարցին, ով է հաղթել։ Ոչ ոք չի հաղթել, պարտվել է Հայաստանը։ Բայց ես կարծում եմ ավելի կարևոր է հասկանալ ոչ թե ով հաղթեց, ով պարտվեց, այլ ինչու է այդպես կատարվել, ինչու է պատահել, հենց այն ինչ պատահել է Գյումրիում եւ այդ դեպքում մենք պետք է խոստովանենք, որ Գյումրիում մենք տեսանք շարունակությունը այն շատ մեծ գլոբալ գործընթացի, որը Գյումրիում չի որ սկսվել է, որի օրինակը մենք տեսել ենք նաեւ Երևանում 23 թվականի սեպտեմբերին, երբ նույնպես քաղաքապետարանի ավականու ընտրություններում գրեթե հաղթում էին այն պրոռուսական ուժերը, որոնք հաղթեցին այս անգամ նաև Գյումրիում, բայց արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը հաղթեց Գյումրիում եւ ինչպես շատերն են դառնությամբ կատակում, Գյումրին կրկին դառնում է Լեննագան։ Խնդիրն մի քիչ ավելի բարդ է։ Ես կարծում եմ, որ ասելով գլոբալ գործընթացից նկատի չունի Երևանը եւ Գյումրին, ինչպես Հայաստանի գլոբուսը, ոչ։ Ես նկատի ունեմ այն, որ 20 թվականից հետո ողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, որտեղ Հայաստանի համար 20 թվականը դա նախ եւ առաջ պատերազմ է, աշխարհում դա կոവിഡ്ն է, առաջնահերթ խնդիրը։ Եվ 20 թվականից հետո ամենուրեք ամբողջ աշխարհում, Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում տեղի է ունենում իշխանափոխություն։ Տեղի է ունենում այն, ինչ կարելի է անվանել հասարակության ամբոստությունը էլիտաների դեմ, գործող էլիտաների պարտությունն է։ Ահա ով է պարտվել։ Ամենտեղ, ինչպես նաեւ Հայաստանում, պարտվում են ակտուալ այսպես կոչված գործող էլիտաները, այդպես որ սա գործող իշխանությունների ժխտումն է։ Ողջ աշխարհում կրկնում եմ, անցյալ ամռան ամիսներին մենք դա տեսել ենք Եվրոպայում, երբ որ մեկը մյուսի հետևից սենսացիոն թվացող իրադարձություններ են կատարում։ Բելգիայում եւ Ավստրիայում, Նիդերլանդներում եւ Գերմանիայում, Ֆրանսիայում անգամ, Ֆրանսիայում ճիշտ է Մակրոնին հաջողվեց վերջի պահին Մարի Լե Պենին պարտության մատնել մեծ եւ բարդ քաղաքական գործողության շնորհիվ նա սոցիալիստների հետ կնքեց գործարք եւ իմիջիալոց ինչու է Մարի Լե Պենի անունը տվեցի, որովհետեւ նույն օրը ինչ հայտնի դարձավ, դեռևս հայտնի չէր, որ Վարդան Ղուկասյանը այս Վարդան Ղուկասյանը, դեռ մենք ունենք երկու Վարդան Ղուկասյան եւ դա էլ է ճակատագրի հեգնանք։ Մեզ Աստված նույն անունով պատահական չէ, որ երկու կերպար ուղարկում է գրեթե նույն դաշտից ասելու համար, որ մի անգամ եթե չհասկացաք, մի անգամ էլ եմ նույն ասում, նույն անունով եւ նույն փաստորեն հռետորաբանությամբ, նույն այդ մարտնչող դեմագոգիայի դաշտից։ Ահա ինչին է պարտվում դեմոկրատիան։ Դեմոկրատիան չի պարտվում դիկտատուրային, ժողովրդավարությունը ոչ թե բռնապետությանն է միանգամից պարտվում։ Դեմոկրատիան սկզբից դառնում է դեմագոգիա, ամբողջահաճույություն, ամբողջավարություն, եւ դա տեղի է ունենում Հայաստանում, ընդ որում երկու կողմից ժողովրդավարությունը, որը իր վրա
վերցրել էր որպես դրոշ Նիկոլ Փաշինյանը, շատ արագ վերածվեց դեմագոգիայի, այսինքն մի համակարգի, որտեղ խոսքերը այլևս ոչինչ չեն նշանակում, որտեղ ամբողջահաճո կարգախոսները իրականություն չեն դառնում, նրա ասած ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա, շատ էլ լավ եւ ձկները եւ մկները պլստացին, իրենք վերադառնում են իշխանության, դա հենց այն ինչ կատարվեց նաեւ Գյումրիում, նաեւ Երևանում եւ Վանաձորում եւ Գորիսում ամենտեղ։ Եվ երկրորդը նույն ամբողջահաճությունը, նույն դեմագոգիան հաղթում է հակառակ դաշտում եւ մարդիկ ովքեր հաղթել են, կարծես թե կամ հիմա պայմանավորվում են համատեղ հաղթանակի մասին, վենդետայի, չգիտեմ էլ ինչի միջոցով, այդ մարդիկ փաստորեն ներկայացնում են նույն դաշտը, դեմագոգիայի դաշտը։ Այսինքն, եթե հարցնենք ով է պարտվել է դեմոկրատիան, ով է հաղթել, առայժմ հաղթել է դեմագոգիան։ Եթե այսպես շարունակվի, դեմագոգիան միշտ ավարտվում է դիկտատուրայով, բռնապետությամբ։ Մենք դա տեսել ենք Վրաստանում, հարևան Վրաստանում, մենք դա ինչ որտեղ տեսնում ենք նաև Միացյալ Նահանգներում։ Այսինքն մեծ հաշվով Վարդան Ղուկասյանը նույն հոսանքի շարունակությունն է, ինչը գլոբալ առումով ներկայացնում է նաև Դոնալդ Թրամփը։ Ես նրանց չեմ համեմատում, ես ասում եմ, որ դա նույն տրամաբանությունն է։ ԿՊ-ի հաղթանակի դեպքում նույնպես դուք կասեիք, որ հաղթել է, կամ դուք կասեիք, որ հաղթել է դեմոկրատիան, թե նույն բանը կասեիք։ Իհարկե ես կասեի, որ հաղթել է դեմագոգիան, որովհետև այն ինչ մենք տեսնում ենք Երևանից մինչև ցանկացած վայր, որտեղ ԿՊ-ն շարունակում է իշխել կամ փորձում է վերադարձնել իրեն իշխանությունը կորսվող, դրա ապացույցն է, որ նույն օրը Գյումրիի հետ միասին ջախջախիչ պարտություն ԿՊ-ն կրեց նաև Փարաքարում, այնտեղ ընդ որում ոչ թե վենդետայի կամ ոչ թե ինչ որ պայմանավորվածության, այլ 56% շրնդալից առավելություն է մեր պայմաններում ստացավ բացարձակապես մարգինալ կուսակցության ներկայացիչը, որի մասին շատերը մոռացել են նաև եւ որի հովանավորը հիմա բոլորովին այլ իմաստով է կարևոր Հայաստանին, նա դատվում է Բաքվում եւ դա չէ, որ հաղթանակ է բերել այդ կուսակցության ներկայացին, այլ մեկ սկզբունքը ամենտեղ ԿՊ-ն պետք է պարտվի, պահանջում է հասարակության մեծամասնությունը։ Դա նաև այն է, ինչ լսել ենք մենք անընդհատ, լսում ենք Երևանում, լսում ենք Գյումրիում եւ ելի կլսենք։ Այսինքն օրակարգում իշխանափոխությունն է եւ այդ իշխանափոխությունը պետք է լինի սահմանադրական ընտրությունների միջոցով։ Ընտրություններով փաստորեն ԿՊ-ն չի կարող հաղթել, մենք դա տեսել ենք Երևանում, քաղաքապետարան ընտրություններում, հիշենք, որ մեկ այլ Վարդան Ղուկասյանն է փաստորեն որոշիչ դեր խաղացել այդ բալանսի դեպքում։ Մենք դա չենք մոռացել, չէ՞։ Հիմա մեկ այլ Վարդան Ղուկասյանը փաստորեն կրկին ինչ որ գործարքների հաշվին դառնում է ըստ երևույթի կարող է դառնալ, դեռ չգիտեմ ինչպես կլինի, հուսամ, որ նոր ընտրություններ կնշանակվեն արտահերթ, բայց այնուամենայնիվ այս պահին մենք տեսնում ենք, որ Հայաստանի երկրորդ քաղաքը հասել է այն ուժերի ձեռքը, որոնք փաստորեն դեմագոգիան դարձրել են իրենց գաղափարախոսությունը։ Հարցը փակված է Գյումրիում արդեն պարզ է, թե դեռ ինչ որ գործընթացներ պետք է լինեն քաղաքապետի ընտրության հարցը որ փուլում է գտնվում այժմ։ Ես չգիտեմ փակված է հարցը թե չի, դա այդքան էլ կարևոր չէ, որովհետև ոչ, որովհետև զարգացումների տրամաբանությունը միևնույն է դա չի փոխում։ Հայաստանը եթե մնում է պետություն, միևնույն է շարունակելու է իր եվրոինտեգրման գործընթացը եւ դրա վկայությունն է, որ հենց այս օրերին ստորագրվեց նախագահի կողմից այդ ֆորմալ
կերպով օրենքը, որ մեզ այցելեց հենց այսօր Գերմանիայի նախագահը, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով ողջունում է եվրոինտեգրումը, Գյումրին ուղղակի կարող էր դառնալ առաջին եվրոպական քաղաքը, բայց այդ առաջարկը մեր կողմից արված Գյումրին մերժեց, որովհետև այլ խնդիրները որպես առաջնային դիտում գյումրեցին։ Այն գյումրեցիները, որոնք որոշեցին դուրս գալ եւ այդ կիրակի օրը մոտենալ ընտրական խցիկներին։ Քանի որ Գյումրի այս ընտրություններին բոլորը հետևում էին, չգիտեմ որքանով է ճիշտ, դուք հիմա կասեք այդ կարծիքը ճիշտ է թե ոչ, այդ Գյումրի ընտրությունները ոնց որ փոքրիկ մոդելը լինեին կամ փոքրիկ այսպես լուսարձակեին այն, ինչը մեզ սպասում է 26 թվականին, արդեն ավելի քիչ կամ 1 տարի հետո ընտրություններ է լինելու խորհրդարանական ամբողջ Հայաստանում։ Այստեղ դուք այսպեսի ձևակերպում անցիք, ՀՊ-ն պետք է պարտվեր ամեն գնով, ենթադրում եմ, կարծում են բոլորը և ամեն գինը արդեն այստեղ պետք է լինի երկու տարբերակ, այլընտրանք, ժողովուրդը գնա այլընտրանքի հետևից, եթե այդպես է մտածում ժողովուրդը, և երկրորդը բոլոր այդ նախկին ուժերի, բոլոր այդ եղած մինչ այժմ քաղաքական դաշտում գործող ուժերի համախմբման միջոցով, ինչպես տեղի ունեցավ երևի թե Գյումրիում, այո, այդպես տեղի ունեցավ Գյումրիում։ Ես պետք է շտկեմ այս փուլում շտկեք, որ ես հետո արդեն առաջ գնամ, խնդրեմ։ Ոչ թե բոլոր ցանկացած գնով, ես ասում եմ, որ բոլոր դեպքերում ԿՊ-ն պետք է պարտվեր։ Ինչու՞։ Որովհետև դա էր ընտրողների պահանջը։ Բայց եթե այս համախմբումը չլիներ, ԿՊ-ն հաղթելու էր, ճիշտ։ Հենց այդ է, որ համախմբումը տեղի է ունենում։ Տեսեք, 9 մասնակիցներից, ովքեր հայտեր են ներկայացրել ընտրություններում, 7-ը փաստորեն նույն դաշտից էին։ Միայն ԿՊ-ն եւ Եվրոդաշինքը այդ դաշտում չէին, բայց մեր դաշինքը նույնպես ԿՊ-ին չէր աջակցելու, մենք դա որոշել ենք, հայտարարել ենք, դա չի նշանակում, որ մենք ցանկացած գնով կլիներ, եթե մենք էլ միանայինք այդ դաշինքին, որպեսզի ինչ որ տեղեր ունենայինք, բայց մեզ համար հաղթանակը եւ ավականու մեջ հայտնվելը ինքնանպատակ չէր։ Մենք պարզապես տարբեր պատճառներով ենք քննադատում իշխանությունը, բայց այդպես եղել էր եւ նախկինում։ Այսինքն մենք քննադատում ենք ԿՊ-ին եւ Փաշինյանին նրա համար, ինչը նա չի արել կամ վատ է անում կամ դանդաղ է անում, իսկ ընդդիմությունը կամ ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք փաստորեն ներկայացված են հիմնականում նաև Գյումրիում եւ Երևանի ավականի ընտրություններում, նրանք քննադատում են ԿՊ-ն նրա համար, ինչ ԿՊ-ն արել է։ Իրենց համար դա շատ է, իրենց համար դա չափազանց է, իրենց համար դա անընդունելի է, մեզ համար դա քիչ է, ահա որտեղ է տարբերությունը, բայց տեսնում ենք, որ այստեղ ոչ թե շահերն են համընկնում, ոչ էլ նպատակներն են համընկնում է պարզապես մի բան, ԿՊ-ն չի բավարարում հասարակության պահանջները։ Հիմա շարունակեմ այդ տրամաբանական հարցից մյուս հատվածը, այո, կար երկու տարբերակ, համախմբում որոշ ուժերի եւ այլընտրանքի, ժողովուրդը պետք է կարողանար գնալ այլընտրանքի հետևից, այլընտրանք ներկայացնող քաղաքական ուժի հետևից, որը դուք եք ոնց որ թե այդ այսպես հարթությունը դուք եք վերցրել, դուք պետք է գնահատվեիք, ընկալվեիք որպես այլընտրանք, բայց ես որքան հասկացա վստահությունը, որ ինչպես այնտեղ անսպասելիորեն իրենք համախմբվեցին, չէ, վերջի օրով բոլորի համար անսպասելի էր, որ կհամախմբվեն։ Այստեղ էլ ժողովուրդը անսպասելի է համարում ձեր այլընտրանք լինելը։ Գուցե կասկածներ կան, որ դուք ձեր քվեն կտայիք ԿՊ-ին, գուցե ավելի պետք է ցայտուն լինի այդ այլընտրանքի դիրքորոշումը ընկալելի լինի հասարակության համար, թե այդ 2000 ձայնը, որ դուք ասում եք հավաքեց ձեր ուրեմն տեխնացուն, դա այն է, ինչ կա Գյումրիում ձեզ վստահող մարդկանց թիվը, այդքան է եւ վերջ։ 2100 մարդ քվեարկել են վստահության հարցն է ինձ անհանգստացնում այստեղ, որ քաղաքական ուժը իսկապես իրեն է ներկայացնում, այլ ոչ թե հետո իր ձայնը վաճառելու է։ Ինչպես անել, որպեսզի ձեզ
արդյոք այստեղ դա չգործեց։ Ես կարծում եմ կուրս գծեցել, երթվել հորս արևով եւ այլն անիմաստ է։ Մենք պարզապես պետք է շարունակենք գործել եւ այստեղ մեզ խորհուրդներ են տալիս, ես լսում եմ նման բաներ, որ պետք է ավելի քաղցր խոսեիք, այդ դառը դեղերը, որ դուք առաջարկում եք, պետք է մի փոքր ավելի մեղրով, յուղով տապակած լիներ։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է մեր ժողովրդին։ Այդ մեղրը ում հասցեին մեղրով։ Այսինքն, որ մենք չափազանց գործնական մեր տեխնացուն ես նկատի ունեմ չէր փորձում հաճոյանալ մարդկանց, չէր փորձում իրենց գրավել ինչ որ ամբողջահաճոյությամբ։ Ես նման բաներ եմ լսել, բայց կարծում եմ, որ մեր ժողովրդի ատամները, ստամոքսը եւ մնացած մասերը բավական արդեն փչացած ու հիվանդ են այդ կեղծ շաքարի պատճառով, որ լցնում են այդ ստով ու կեղծիքով եւ մարդիկ չեն ուզում նաեւ դա բողոքական ընտրություններ, ինչպես եւ Երևանում, ինչպես եւ իմիջիալոտ 21 թվականին, այդպես որ որքան էլ կարող է տարօրինակ թվալ, բայց վերջին 6 տարիների բոլոր ընտրությունները բողոքական են, պարզապես 18 թվականի ընտրությունները նույնպես բողոքական են։ Մարդիկ բողոքում են ստեղծված իրավիճակի դեմ եւ ուզում են այլ ընտրանք։ Եվ 18 թվականի այն սպասելիքները, սպասումները, հույսերը եւ հույզերը, որոնք առաջացան, նրանք բումերանգի պես խփեցին այդ հույսերը առաջացնողներին, որովհետեւ հույսերը չկատարվեցին, որովհետեւ սպասելիքները խաբվեցին։ Նույնը տեղի ունեցավ եւ 21 թվականի բողոքական, այսինքն երկու չարիքներից նվազագույնը։ Իսկ հիմա փաստորեն ստացվեց այն, որ նվազագույնը երկու չարիքներից դիտվում է ոչ թե ներկան, այլ նախկինը Գյումրիում դա տեղի ունեցավ։ Եվ դա իհարկե սարսափելի է, բայց տեսեք, մենք առայժմ խոսում ենք միայն երկու չարիքներից եւ մարդիկ շատ լավ հասկանում են, որ այն ինչ իրենց առաջարկված է, երկուսն էլ անընդունելի են եւ նրանք ընտրում են վատագույնից լավագույնը, կարծես թե, ինչպես էլ տարօրինակ կամ տգեղ դա չհնչի, մեր տարբերակը իրենք չեն քննարկում առայժմ։ Խնդիրը ես կարծում եմ միայն երկրորդ, երրորդ հերթին է այն, որ շատերն ասում են ձեզ չեն տարբերում։ Միգուցե չեն տարբերում, կտարբերեն, ոչինչ, որովհետև եվրոպական գաղափարը Հայաստանում հաղթելու է միևնույն է։ Պարզապես մնացածը այլընտրանքը մահ է, մենք դա տեսել ենք արդեն, հատկապես Գյումրիում։ Գյումրիում էին վերջին տասնյակներ ռազմագերիների, որոնք արդեն պատերազմից հետո դեռ գերավարված են մնացել ռուսների նենգության եւ դավաճանության պատճառով։ Այնուամենայնիվ խնդիրն այն է, որ մենք չկարողացանք դեռևս եւ ոչ Գյումրիում, ոչ Երևանում, ոչ Վանաձորում որևէ տեղ բավականաչափ համոզել ժողովրդին, որ մեր ետևից ուժ կա։ Մարդիկ գաղափարներին չէ, որ քվեարկում են, մարդիկ փնտրում են ուժը։ Այդ ուժը մենք դեռ չենք հավաքել, մենք որպես դաշինք ստեղծվեցինք անցյալ տարվա աշնանը ստորագրահավաքի համար։ Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հավաքել այդ ուժը եւ մեզ օգնում է պատմությունը, պատմության ընթացքը, Եվրոպայի միավորումը եւ ուժեղացումը, Հայաստանի հատուկ դիրքը, որը մենք հիմա գրավում ենք այս տարածաշրջանում, այդ ամենը աշխատում է մեր օգտին ու եթե մենք ճիշտ գնահատենք իրավիճակը եւ իհարկե դասեր քաղենք նաեւ այս դառը պատմությունից, մենք կհաղթենք։ Դուք ասացիք, որ նրանք պետք է վստահեն եւ հավատան, որ մեր հետևում ուժ կա։ Դուք իհարկե թվարկեցիք որոշ այսպես այդ ուժի գործոնները։ Եթե ես խնդրեմ, պարզապես ձևակերպումով, ինչ ուժ կա ձեր հետևում, որ դուք ասում եք, մարդիկ պետք է հասկանան, որ մեր հետևում եւս ուժ կա։ Ո՞րն է այդ ուժը։ Եկեք համեմատենք մեր հարևան Վրաստանի հետ։ Վրաստանում այդ անկումը Սաակաշվիլի ժողովրդավարական եւ արևմտյան սիրած ինչ որ մի պետության խորհրդանիշ դարձած կարգավիճակից մինչեւ այսօրվա մերժված, մեկուսացված եւ փաստորեն կոլաբորացիոնիստ
պրոպուտինյան այդ կարգավիճակը մի քանի տարի տևեց եւ վրացական երազանքը դարձավ այդ մղձավանջի խորհրդանիշը։ Հիմա մենք ամիսներ շարունակ նաեւ ես ձեր տաղավարում պնդում եմ, որ ԿՊ-ի վարած քաղաքականությունը գնալով շատ ավելի ու ավելի նմանվում է այդ վրացական երազանքին ու մենք անգամ դառը կատակով անվանում ենք սա հայկական երազանք, հայկական մղձավանջ եւ արտաքին զարգացումները ինչ որ պահին այնքան են վախեցրել ողջ աշխարհին ու նաեւ պաշտոնական Երևանին, որ նրանք ստիպված փաստորեն Թրամփի հաղթանակով եւ Եվրոպայի կտրուկ դեպի աճ անցումով տպավորված սկսեցին արագացնել այն, ինչ պետք էր անել ամիսներ եւ տարիներ շարունակ, որի մասին մենք անընդհատ խոսում ենք։ Ես անգամ ավազի ժամացույց էի դնում դեմս, երբեմն երբ որ խոսում եմ, ասում եմ, տեսեք ժամանակը սահում է շատ արագ, մենք չունենք այլևս ժամանակ, մնացել է 2 տարի, 1 տարի, կես տարի, ամիս է մնացել։ Բառացիորեն վերջին օրերին փաստորեն կնքեցին այն պայմանագիրը Միացյալ Նահանգների հետ, որը շատ վաղուց պետք է կնքվեր եւ որը հիմա դեռևս հասկանալի չէ որքանով է ընդունվում նոր վարչակազմի կողմից։ Մենք հասանք նրան, որ Մակրոնի դիրքերը 24 թվականի ամռանը խարխլված են եւ հիմա փաստորեն տեսեք Ֆրանսիան մեկուսացնում են Մարի Լեպենին եւ շատերը համարում են, որ դա հակաժողովրդավարական է։ Մենք հիմա դա չենք քննարկում, ժողովրդավարությունը պետք է կարողանա պաշտպանվել, ինչը մենք չենք տեսնում Հայաստանում։ Այո, որովհետեւ դատական գործերը հասցվում են մեղադրական եւ պատժի, իսկ Հայաստանում դա տեղի չի ունենում եւ մարդիկ դատական գործերով սարսափելի մեղադրանքներով շարունակում են ոչ միայն գործել, այլ նաև հաղթել քաղաքական եւ մարդիկ տեսնում են, որ փաստորեն ուժ չկա իշխանության մեջ։ Ահա որտեղից է նաև այս պարտությունը, դա ոչ միայն մեր պարտությունն է, դա նախ եւ առաջ երկի իշխանության պարտությունն է, բայց վերադառնալով այն բանին եւ ներողություն դա համարել ժողովրդավարություն չի կարելի, դա ժողովրդավարության արդյունք չէ, այլ թուլակամության երևի կամ չգիտեմ, ոչ ժողովրդավարության համենայն դեպս երևի թե։ Մենք սկսեցինք մեր խոսակցությունը նրանից, որ ժողովրդավարությունը Հայաստանում դեգրադացված է մինչեւ դեմագոգիա։ Մինչև հաճո կարգախոսներ, որոնք չեն իրականանում։ Երբ է դա դառնում դեմագոգիա, դեմոկրատիա եւ դեմագոգիա մոտ բառեր են։ Երկրորդ դեպքում այդ կարգախոսները իմաստազուրկ են, իրանք որևէ բան այլևս չեն նշանակում, պարզապես դատարկ խոսքեր են։ Մարդիկ էս դա են տեսնում։ Վերադառնանք ձեր հետևում արկա ուժի, ուրեմն մասին ձեր որ ուժն եք դուք ուրվագծում որպես ձեր թիկունքում կանգնած։ Այն ուժը այն գաղափարախոսությունն է, որը անգամ այս պայմաններում Եվրոպայում ոչ թե թուլացավ, այլ ուժեղացավ։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը, որտեղ մենք կանչում ենք մեր ժողովրդին, վերջին ամիսներին հենց Միացյալ Նահանգների տարօրինակ թվացող գործողությունների պատճառով սեղմվում է, ուժեղանում է, դառնում է ռազմաքաղաքական, այլ ոչ թե տնտեսական ակումբ, ինչպես մենք նաև վիճելով ԿՊ-ի հետ ապացուցում ենք, որ դա անխուսափելի է։ Մենք ճիշտ էինք եւ այն ժամանակ, երբ որ պնդում ենք, որ պետք է դիմել Եվրամիությանը, ինչը մինչև հիմա ԿՊ-ն չի արել, եւ հիմա ենք ճիշտ, երբ որ ասում ենք, որ սա տնտեսական ակումբ չէ, որ դուք ասում եք, մենք պարզապես հարուստ շուկա ենք փնտրում եւ գնում ենք այնտեղ։ Ոչ, Եվրամիությունը դա շուկա չէ, դա նախ եւ առաջ գաղափարախոսություն է, արժեքային համակարգ է եւ ռազմաքաղաքական դաշինք, որը 800 միլիարդ եվրո է պատրաստվում ծախսել 5 տարվա ընթացքում, իսկ միայն Գերմանիան 500 միլիարդ այդ թվից, կես տրիլիոն դոլար, եւ մենք տեսնում ենք ինչ արագ է փոխվում այդ ամենը, եւ այս ակումբում Հայաստանը տեղ ունի, մեզ դեռևս հրավիրում են, եւ մենք հիմա վատնում ենք ոչ թե թանկարժեք, այլ փաստորեն անգին ժամանակը, ամեն օր, այդպես որ մենք շատ լարված ենք իհարկե, բայց մենք գիտենք, որ միակ ճիշտ ճանապարհը դա է եւ ես ապավինում եմ այդ ուժին եւ մեր ժողովրդի առողջ մասի
տրամաբանությանը, բանականությանը, ժողովուրդը ի վերջո առաջնորդվում է նաև ինչպես եւ մարդը ինքնապաշտպանության բնազդով։ Եթե մենք ուզում ենք մնալ պետություն, ազգ, եթե ուզում ենք ապրել այս տարածքում, մենք այլ ճանապարհ չունենք, բացի նրանից, որը մենք ենք առաջ։ Շնորհակալ եմ, այժմ գովազդ հայտարարենք եթերում, որից հետո կանդրադառնանք հետևյալ հարցին, որի մասին դուք հպանցիկ նշեցիք, խոսեցիք, նախագահը, Հայաստանի նախագահը ստորագրել է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Եվ մենք խոսելու ենք այն մասին, թե այսուհետ սրանից հետո ինչ քայլեր պետք է անի Հայաստանը եւ ինչ է տեղի ունենալու Հայաստանում, ինչ որ փոփոխություններ են ակնկալում, թե պարզապես սա մնալու է թղթի վրա։ Գովազդը եթերում, սիրելի հայրենակիցներ, զանգեր ունեմ, անպայման կընդունեմ այդ զանգերը եւ կլսենք ձեր հարցերը ուղղված մեր հյուրին։ Գովազդը եթերում։ Պարոն Տիգրան Խզմալյանի հետ ենք զրուցում, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, պարոն Խզմալյան, եւ այսպես նախագահը ստորագրել է այդ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մասին, գործընթացի մեկնարկի մասին օրենքը, եւ բոլորին հետաքրքրում է, ինչ է հետևելու սրան։ Սրան պետք է հետևեն շատ կոնկրետ գործողություններ, եւ մենք չենք կարող թույլ տալ մի իրավիճակ, երբ այդ գործընթացը իր վրա վերցնի միայն իշխող կուսակցությունը, մենք չենք վստահում ԿՊ կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Մենք չենք վստահում այդ գործընթացի իրականացումը։ Ինչը նկատի ունեմ, նախ անհրաժեշտ են գործադիր իշխանության կոնկրետ քայլեր, այսինքն նշանակել ըստ երևույթի փոխվարչապետին, որը զբաղվելու է հենց այդ հարցով։ Մենք չենք կարող հաշտվել մի իրավիճակի, երբ եւ Եվրամիության մերձեցման եւ Եվրազեսի այդ ռուսական մականունով ռազմաքաղաքական դաշինքի հետ մերձեցմանը հարցերով զբաղվում է նույն մարդը, Մհեր Գրիգորյանը, ներկայիս փոխվարչապետը։ Ես կարծում եմ, որ պետք է լինի առանձին պաշտոն, ինչու ոչ նախարար, որովհետև այն ինչ մենք պատկերացնում ենք, չի կարող լինել ուղղակի շարքային հերթական նախարարություն։ Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը եւ մեր իշխանությունը լավ երևի չի պատկերացրել, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ պետք է տեղի ունենա։ Պետք է տեղի ունենա մեր ողջ տնտեսության, անվտանգային համակարգի, դատաիրավական համակարգի, կրթական, գիտական, մշակութային նաև համակարգի բարեփոխում արմատական, որի կենտրոնում լինելու է Հայաստանի վերադարձը Եվրոատլանտյան քաղաքակրթությանը, սովետական, ռուսական, ռուս-թուրքական այդ կոմպրոմիսային հիբրիդային գոյությունից, ասենք ուղիղ գաղութային գոյությունից դեպի ազատ անկախ երկրի, ազգի, պետության կարգավիճակ։ Սա դժվար է անել։ Մենք չունենք այլ մոլորակային հայեր, որոնք գան եւ անեն այդ ամենը։ Մենք ունենք Սփյուռք եւ մենք ունենք մեր ժողովուրդը, որը Գյումրիում ընտրում է քրիստոնյա կոմունիստ միաժամանակ մի կերպարի։ Այնուամենայնիվ մենք չունենք ուրիշ հայրենիք եւ չունենք ուրիշ ժողովուրդ, մենք աշխատելու ենք մեր երկրում, մեր ժողովրդի հետ։ Նախ եւ առաջ պետք է ստեղծվի այդ կառույցը, որը ղեկավարի, կառավարի անցումը։ Մեր բոլոր ոլորտները պետք է ենթարկվեն մեկ գաղափարի՝ եվրոինտեգրում, այսինքն եվրոպական չափանիշները նախ եւ առաջ օրենքի գերակայությունը պետք է դառնա առանցքը մեր քաղաքական, տնտեսական, անվտանգային զարգացումների, բոլոր քաղաքական, լրատվական,
բազմաթիվ գաղափարախոսական, կարող է այդ ամենը անել ներկայիս իշխանությունը, իհարկե ոչ, որովհետև նրանք կարողը չեն այդ գաղափարախոսության, մենք դրանում բազմաթիվ անգամներ համոզվել ենք, իրենք չկամությամբ են դրա հանդեպ լծված, անգամ հիմա բանակցելով ասենք Գերմանիայի նախագահի հետ կամ Եվրոպայից եկած դեսպանների հետ մենք այդ վերապահումները լսում ենք անընդհատ եւ սա նշանակում է որ այն ապստամբությունը էլիտաների դեմ շատ խորը արմատներ ունի ժողովուրդը բնազդով զգում է որ մեծ հաշվով ներկաները նախկիններից չեն տարբերվում որ դա նույն արժեհամակարգն է որ դա նույն կյանքի փիլիսոփայությունը ուստի պետք են նոր ուժեր պետք են նոր մարդիկ եւ մենք պարտավոր ենք ներկա լինել այդ աշխատանքին մասնակցել դրան երևի հասարակական հիմունքներով որովհետեւ ես չեմ պատկերացնում որ Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը կամ ես ու մեր գործընկերները մեր կուսակցություններից Եվրադաշինքից հասարակական կազմակերպություններից գնան պաշտոններ զբաղեցնեն այս իշխանության մոտ եւ փաստորեն այդ ամենը վերջանա աթոռների բաժանումով ոչ մենք պետք է քննարկենք ինչ հիմունքներով ինչ կարգավիճակով բայց մենք այս աշխատանքին այդ ինստիտուտի ստեղծմանը եվրոինտեգրող պետք է անպայման մաս կազմենք Շնորհակալ եմ եւ մի հարց եւս մինչ ես կսկսեմ ընդունել հեռախոսազանգերը Գերմանիայի նախագահի այցի հետ կապված այդ հետաքրքիր եւ անախորժ պատմության մասին կուզենայի խոսեինք այժմ այդ նրա գրառումը իր սոցցանցում եւ Լեռնային Ղարաբաղի դրոշի տեղադրումը, որից հետո Ադրբեջանը նրանից պահանջեց ներողություն եւ Գերմանիան ներողություն խնդրեց, ասեց, որ մենք սխալվել էինք։ Արդյոք Գերմանիան իսկապես կարող էր սխալվել։ Գերմանիան չէր սխալվել, նման մակարդակում սխալներ չկան։ Սխալվեց Հայաստանը, որովհետեւ Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ այնտեղ կա գաղափարախոսություն, քաղաքական ուղղվածություն, նպատակ եւ շունեգել է բռնապետությունը մարդակեր ռեժիմը, բայց դա պետություն է։ Իսկ Հայաստանում հերթական անգամ թուլամորթ, մորթապաշտ, թույլ, կոտրված ինչ որ մի կառույց է, վատ կազմակերպված, որը չկարողացավ դիմակայել այդ ամեն ինչին, որը չդիմեց, չզանգեց, չգրեց, չհայտարարեց, չպահանջեց Գերմանիայից, այդ ինչ է կանում։ Դուք Հագի գլխավոր ՄԱԿ-ի դատարանի գաղափարն եք հիմա ներկայացնում եւ մեկ զանգով բռնապետից դուք պատրաստ եք դրանից հրաժարվել, հանել, ինչու այդպես չեղավ, որովհետեւ Հայաստանում իշխանությունները իրենք կրողը չեն այդ գաղափարախոսության, իրենք պատրաստ են, համաձայն են թողնել Արցախը անցյալում։ Մենք երբեք դրան չենք համաձայնի եւ իմիջիալոց ահա այն կարևորագույն տարեբերություններից մեկն է, որը բաժանում է ԿՊ-ն եւ Եվրադաշինքը։ Մենք մեր գաղափարության մեջ երբեք չենք հաշտվել եւ չենք պատրաստվում զիջել Արցախի ինքնորոշման իրավունքը, միջազգային իրավունքի, օրենքի շրջանակներում, որի համար 23 թվականի նոյեմբերի 17-ին մենք ունենք Հագի դատարանի վճիռը։ Շնորհակալ եմ, ընդունեցինք հեռախոսազանգ, այո, բարև ձեզ։ Այո։ Հալո։ Հալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ես ցավում եմ եւ հորդորում եմ հեռուստադիտողին, որը զանգը կա, բայց հեռացել է հեռախոսից, մոտենալ եւ որովհետեւ ես այժմ կարող եմ ընդունել հեռախոսազանգերը, մեկ այլ հեռախոսազանգ եկավ, ես հորդորում եմ առաջին հեռախոսազանգի զանգկատարողին այնուամենայնիվ կրկնել իր զանգը։ Այո, բարև ձեզ, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ Տիկին հաղորդավարի, բարև ձեզ պարոն Խզմալյան, շնորհակալություն գալու համար նայատապանի եթեր։ Ես կուզենայի իմ հարցը ձևակերպել, դուք
Գյումրիի ընտրությունների հետ կապված արդյոք ընդունում եք նաև ձեր ուժի մեղքը բացատրեմ ինչ նկատի ունեմ ըստ հարցումների 60%-ը բնակչության Եվրոմիության կողմն է այդ 60%-ը պետք է հետևեր ձեզ բայց համաձայն եք դուք բացատրեմ ինչու որ բնակչության մոտ կա պրոբլեմ ձեզ զատելու իշխանությունից, ձեզ չեն զատում իշխանությունից։ Օրինակ, Բաբաջանյանը, Արման Բաբաջանյանը մի անգամ ես ասել էի կողմեր Եվրոդիտորդների դուրս բերմանը այս սահմանից։ Մեկ այլ օրինակ, դուք կարող եք դուրս բերել մարդկանց փողոց, պանջելու ոչ թե հրաժարական, այլ հայտ ներկայացնել Եվրոմիություն, կամ որ չհանեն Եվրոդիտորդներին, ինչպես Փաշինյանը համաձայնվեց։ Դուք համաձայն եք, որ կա պրոբլեմ ձեզ զատելու իշխանություններից եւ դա նաեւ կարող է ձեր մեղքը լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այո, իհարկե ես ընդունում եմ ձեր հարցադրումները եւ նաեւ մեղադրանքները, ես առաջի անգամ չէ որ լսում եմ դա։ Դուք երևի հասկանում եք, որ քաղաքականությունը դա հնարավորի արվեստ է կամ արհեստ եւ ցանկացած գործողություն հատկապես եթե մենք դաշինքում ենք մենք պարտավոր ենք համաձայնեցնել միմյանց միջև եւ դա ժամանակ է պահանջում դա երբեմն խլում է այդ թանկարժեք ժամանակը եւ մենք կամ չենք հասնում կամ չենք ցանկանում անել այն ինչ կանենք եթե լինենք մենակ որովհետեւ ասեմ ձեզ ամենակարևորը որը չէի ասել մենք պատկերացնում ենք նախապես որ Գյումրիում մեր ուժը կարող է չախտել կամ չենք այսինքն պատրաստվում պարտության եւ մեզ համար հիմա էլ է փաստ որ մեր տեխնացուն լավագույն տեխնացուն էր Գյումրի քաղաքապետ դառնալու համար բայց մենք պատկերացնում ենք որ դիմադրությունը կլինի մեծ ոչ այնքան մեծ բայց պատկերացնում ենք այնուամենայնիվ մեզ համար պարզ էր երկու բան առաջինը մենք մեր հաղթանակը նրանում է որ մենք պահպանեցինք դաշինքը դաշինքը խիստ կարևոր է ապագայի համար հետագա պայքարի համար եւ երկրորդը մեզ համար սկզբունքային էր եւ մենք այդ մասին ինչպես առանձին այդպես էլ մեր տեխնացուն ասում էր մենք չենք միանալու ԿՊ-ի հետ փաստորեն Գյումրին ակամա տվեց այդ մեր թեզի ապացույցը մենք չմիացանք ժողովուրդը դա տեսավ երևի ԿՊ-ն աշխատեց նաև մեր դեմ ասելով որ բացի նրա տեխնացուից Սարիկից բոլորը կոռումպացված գողեր եւ նախկիններ են մենք բավական սուր քննադատեցինք նաև այդ անպատասխանատու հայտարարությունը ԿՊ-ից ոմանք ներողություն խնդրեցին բայց ուզում եմ ասել որ այո ժողովուրդը վստահ չէ եւ այդ վստահությունը գիտեք ինչ է ինչպես մարդկանց միջև մարդուն պետք է համոզել, եթե մենք ուզում ենք համոզել։ Մենք ուզում ենք մեր ժողովրդին համոզել, որ մենք ԿՊ չենք, մենք Եվրոդաշինք ենք եւ որ ԿՊ-ն Եվրոդաշինք չէ։ Այդ երկուսում մենք կարծում եմ կկարողանանք համոզել ժողովրդին եւ ԿՊ-ն ակամա մեզ օգնում է, որովհետեւ այն անգործությունը, որը մենք տեսնում ենք ԿՊ-ի կողմից, դա նույնպես ապացույց է նրա, որ մենք ճիշտ ենք։ Պարոն Խուզմալյան, այսպիսի հարց, եթե դուք ձեր ձայները տայիք ԿՊ-ին, ինչ արդյունք կլիներ։ Բայց չտվեցիք, ճիշտ է, այդ ձայները չեք տվել, բայց եթե տայիք։ Մենք հենց սկզբից որոշում ենք ընդունել, որ ոչ մի դեպքում չենք տա ԿՊ-ին ձայներ, որովհետև մենք չենք վստահում, կրկնում եմ, ոչ թե նրանց տեխնացուին, ինչը իր հերթին այդպես է, մի մարդ, որ արդեն երրորդ կուսակցություն է փոխել։ Մենք չենք վստահում այդ քաղաքական ուժին եւ դրա գաղափարախոսությանը, մենք չենք վստահում երկրի ճակատագիրը նրանց։ Պարզ է, որ ԿՊ-ն իր իշխանական ռեսուրսներով աշխատում է մեր դեմ, այո, օրինակ, ահա ինչու ես խոսում եմ Նոյան տապանում, այլ ոչ թե հանրային հեռուստատեսություն, որտեղ ինձ չեն տեսնում ամիսներ, տարիներ շարունակ։ Դա էլ է միջալոց։ Տեսնում որովհետև չեն հրավիրում։ Չեն հրավիրում, իհարկե, ես այնտեղ փակ եմ, բայց նպատակը պարզ է, չէ՞, մեր գաղափարախոսությունը չհասցնել մարդկանց։ Ահա ինչու մարդիկ երբեմն շփոթված են, բա ով է սա, բա ինչով են իրենք տարբերվում, որովհետև այլ կերպ ինչպես մենք պետք է ապացուցենք մեր ճշմարտությունը, միայն ինքնահարկիզմամբ երևի։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ, այո։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ստեղան շատ ճիշտ բան ասում,
դեպի Եվրոպա։ Այո։ Եվ մոռացեք Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն։ Ես 35 տարի աստեղ եմ ապրում, ստեղ էլ ասել պապաստություն։ Տոշնի ռուսներն են, անգլոսեքսոնները, դեպի Եվրոպա։ Եվրոպան է աշխարհի զարգացը, ու աշխարհի ձեռն Եվրոպան է։ 100% ճիշտ բան է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Ուղիղ։ Շնորհակալություն, երևի մեկնաբանելու կարիք չկա, կամ կարիք տեսնում եք մեկնաբանության, արդյոք։ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, որ նույնը մենք լսում ենք նաև Գյումրիում, Երևանում բազմաթիվ անգամներ։ Դա ասելով մարդիկ այնուամենայնիվ երբեմն գնում են եւ քվեարկում են ուժի կողմը, ուրեմն մեր խնդիրն է, որ այդ գաղափարախոսության ետևից առաջանա ուժ, որը նշանակում է եւ քաղաքական, եւ նյութական, եւ ամենակարևորը, որ ժողովրդի աջակցությունը լինի, դա է ուժը։ Շնորհակալություն, այո, լսում ենք ձեզ։ Ալո։ Okay, բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեր հաղորդումը, իմ հարցը այսպեսին է, ինձ ցավեք մի հատ վերջնական իսկական լուծում եմ ես տալու։ Ուրեմն մենք ունենք 60-ից 80 կուսակցություններ եւ բոլորը չեն սպասում որ այսպեսի բան եւ կազմակերպություններ։ Էսի ժողովուրդը ցենց որոշեց, որովհետեւ հիմա ներկայիս իշխանությունը ժողովրդին չի ասում, չի ման ժողովուրդը ում կողմը գնա, ռուսի կողմը գնա, արևմուտքի կողմը գնա, Փաշինյանը ոչ մի բան չի ասում, Ալիևյանի ասում խաղաղություն ասելով ժողովրդին դրել են ոչ խարիտեղ։ Հիմա հիմնականը մենք եկանք կուսակցության պետք ունենք։ Մենք պետք է ավել դարձնենք այդ կուսակցությունները, ավելի նման, որ ամուրունենք։ Պետք է 5 հատ կուսակցություն որոշեն, որը իրոք իսկապես հայրենասեր են, խելացի մարդիկ են, հզոր են ամեն ինչով, եւ պետք է իրենք ներգրավեն իրենց մեջ բոլոր բնակավարների մարդկանց, ռազմական, տնտեսական, արդյունաբերական, իրավաբանական, քաղաքագետներ եւ պետք է մինչև իրանք չորոշեն թե ով պետք է վարչապետ լինի։ Թո իրանք մեծ որպես Ռուսաստան հնգամյա պլաններ տալի, այդպես այդ պլանով որոշեն ով է վարչապետը լավ, ով վարչապետ, ազգային ժողովի նախագահ եւ այլն, որ բաժինի մինիստրը ռազմական ուժը պետք է իրենք ընտրությունները որոշեն, միանան, մեծ խումբ կազմեն, մենակ այդ դեպի կարող են հաղթել։ Ավելի դեմ պետք է լինեն։ Շնորհակալություն։ Մի կրկնեք։ Այո, շնորհակալ եմ։ Համեցեք։ Եվ պետք է իրանք մի րոպե հապրից, ես էլ կարևոր, պետք է անպայման բացեն սպյուրք հայրենիք նախարարություն և ներգրավեն 2-3 ճանաչված հայրենասեր սպյուրքահայեր, որպեսի կապ ուժեղանա, ներդրումներ ուժեղանան, տնտեսությունը, ռազմական փողերը։ Շնորհակալություն, պարզ է, հասկանալի է։ Երկիր ուժեղանա, որ մենք ժողովուրդը չի մանում, թուրք պետք է դառնա, թուրքերեն պետք է խոսա, թե ռուսերեն։ Առաջինը համախմբվելու մասին է, երկրորդը Սփյուռքի նախարարություն, Սփյուռքի հետ աշխատանք, համախմբում։ Երկու դեպքում էլ պարոնը ճիշտ է։ Միայն թե ասեմ, Հայաստանում գրանցված են 100-ից ավել կուսակցություններ, Վրաստանում 220 է իմիջիալոց, բայց իրականում Հայաստանում չկան այդ 100 կուսակցությունները, դրանք պարզապես անուններ են, ավելի քիչ քան 10 կուսակցություններ են իրականում գործում, 10-12 միգուցե, եւ հարաբերակցությունը նույնն է, ինչ Գյումրիում, փաստորեն 9-ից 7-ը, չէ՞, պրոռուսական ուժեր էին, ռուսական հատուկ ծառայությունների կամ պրոռուսական օլիգարխների ու նախկին նախագահների փողով գոյություն ունեցող ինչ որ կառույցներ։ Իրականում դրանք մեկ կուսակցություն են։ Այսպես որ եթե շատ պարզ ասենք, Հայաստանում կա 2 կուսակցություն, մեկը պրոռուսական է, որը ունի բազմաթիվ անուններ, բայց դա նույն կուսակցությունն է։ Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, չգիտեմ ինչ Հայաստան, Մայր Հայաստան, դուք հասկանում եք, չէ՞, որ իրականում դա նույն կուսակցությունն է։ KGB-ի, KPSS-ի, ռուսական պրոպուտինյան ինչ-որ մի խմբակ է։ Անունները ուշադրություն մի դարձրեք։ Եվ կա երկրորդ կուսակցություն, որի մեջ մտնում են մի քանի կուսակցություններ։ Մի մասը, օրինակ, ԿՊ-ն հայտարարում է, որ ինքը պրոռուսական չէ, բայց հաճախ
կասկածներ է առաջացնում եւ մայիսին մենք հերթական անգամ մեծ ուշադրությամբ եւ հետաքրքրությամբ կնայենք այդ ոնց է Եվրոմիություն գնացող երկրի վարչապետը պատրաստվում գնալ Մոսկվա Պուտինի կողքին կանգնելու։ Նման բաները խորհրդանշական, կարծես թե փոքր, բայց իրականում շատ լուրջ տպավորություն են թողնում։ Այդպես որ ես համաձայն եմ այդ պարոնի հետ եւ մենք իրականում այդքան էլ շատ չենք։ Այդ է պատճառը, որ տեսեք 3 կուսակցություն Եվրոպականը, Հանրապետություն եւ Հանուն Հանրապետության, տեսնում եք անգամ անունները նման են, որովհետեւ նման են մեր գաղափարները եւ ուղղվածությունը, դառնում են դաշինք եւ եթե մենք պահպանենք այդ դաշինքը կլինի հենց այն ինչ մեր գործընկերը նկատի ունի։ Երկրորդ հարցն էր Սփյուռքի վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ դուք համեստ ասացիք 1-2 մարդ բերել Սփյուռքից, ոչ, ես համաձայն եմ, որ պետք է մեր կառավարությունը, տեխնիկական կառավարությունը, ոչ թե կուսակցական սկզբունքով լինի, այսինքն մենք 3-ով կամ 10-ով որոշում ենք, թե ով որքան պորտֆելներ, աթոռներ կգրավի, ոչ։ Մենք ընդհանրապես պետք է բացենք Հայաստանը դեպի Սփյուռք կամ Սփյուռքի համար բացենք Հայաստանը եւ այդ միացումը Հայաստան-Սփյուռք միացումը իրականացվի։ Դրան 30 տարի խանգարում էր Մոսկվան իր գործակալների միջոցով։ Հիմա մենք բնականաբար լավագույն մասնագետներին կարող ենք հրավիրել եւ մենք դա կանենք։ Շնորհակալ եմ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես մեկ հատ հարց ունեմ ձեր հյուրին, պարոն Խզմալյանին։ Այո։ Ես նախորդ ասեմ, որ կողմ եմ, որ Հայաստանը մտնի Եվրոմիության մեջ։ Բայց ինչպես կարող է դա կատարվել, արվել, երբ որ դա արդյոք հնարավոր է։ Այն դեպքում, որ Հայաստանը չունի ընդհանուր ցամաքային սահման որևէ Եվրոմիության երկրի հետ։ Ցամաքային սահման չունի։ Դա արդյոք դա հնարավոր է։ Շնորհակալություն։ Եվրոմիության անդամ եւ մտնի Շենգենյան պայմանագրով իր հետ ժամանակից երկրների հետ դառնա Շնորհակալություն։ Եթե այս այս հարցն էր, Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ լավ հարց է։ Նախ եւ առաջ հիշեցնեմ, որ եվրասիական եւ ՀԱՊԿ կոչվող ռուսական այդ դաշինքների մաս կազմելով, անդամ լինելով, Հայաստանը նույնպես չունի ընդհանուր սահման նրանց հետ, որովհետեւ տեսեք ինքներդ քարտեզի վրա նայեք, Հայաստանը չունի սահման ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ կամ ԱՊՀ երկրների հետ, դա ակնհայտ է։ Սա մեկ, երկրորդը, այո, մենք կարող ենք իհարկե մտնել եւ Շենգենյան գոտի, որովհետեւ ի վերջո մենք ապրում ենք արդեն 120 տարի ավիացիայի դարում, բայց այն 5 տարին, ինչ բաժանում է մեզ Եվրամիության անդամ, տեխնացու անդամ դառնալուց 2030 թվականն է մեր վերջնաժամկետը, մենք իհարկե աշխատելու ենք, որպեսզի կատարենք ներքին արմատական փոփոխություններ, սակայն մեզ դիտում են Վրաստանի հետ միասին որպես տեխնացուներ եւ մենք գիտենք, որ Վրաստանի ժողովուրդը չի հաշտվել իր այսօրվա կառավարության հետ եւ այդ պայքարը շարունակվելու է, այդպես որ մենք կարծում ենք, որ մտնելու ենք Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ միասին որպես հարավ-արևելյան Եվրոպա, այսինքն սա մի ամբողջ համակարգ է, մինիմում 2, մաքսիմում 4 պետություններով մենք մտնելու ենք 2030 թվին Եվրամիություն։ Շնորհակալություն, վերջին զանգն եմ կարող ընդունել, այո, լսում եմ ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի հարց եմ ուզում գլոբալ հարցով։ Համեցեք։ Նույնիսկ մեր ազգի մեջ չեն ճանաչում ով է Վարդան Ղուկասյանը։ Այդ այնց հետաքրքիր։ Այդ մարդասպան։ Չենք շարունակում։ Լավ, հարցը հռետորական է, արդյոք գիտեին ում են ընտրելու կամ ով է վերջում հաղթող դուրս գալու ընտրողները։ Չէ, չգիտեին, բայց եւ այս Վարդան Ղուկասյանը, որի մասին շատերը ամեն ինչ գիտեն եւ մինչեւ հիմա վախենում են, եւ այն Վարդան Ղուկասյանը, որ հիմա ձեր երկրում է, պարոն
դոկ մականունով Վարդան Ղուկասյանը, ինչպես կարելի է նրան ընտրել, ինչպես կարելի է այն մյուսին լսել, այդ հարցեր իսկապես ռետորական են, բայց պատասխանը մեկն է, նրանք ներկայացնում են այն բողոքական զանգվածը, որը չի հավատում, չի վստահում ոչ ոքի, եւ սա ամենամեծ խնդիրն է մեր երկրի, ոչ թե մարդիկ, ովքեր կողմնորոշված են եւ օրինակ մեր դեմ են, որոնք երդվյալ կամ ծպտյալ ռուսամետ են, այլ այն մարդիկ, ովքեր իսկապես չեն հասկանում եւ դա շատ տխուր է, որ մեր ժողովրդի մեջ մեծ զանգված կա, որը ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի չի հավատում եւ նախ եւ առաջ ինքն իրեն չի հավատում։ Մենք պետք է ներշնչենք ժողովրդին ոչ թե վստահությունը մեր հանդեպ, վստահությունը իր հանդեպ, ժողովրդի, որ դուք ազգ եք, դուք ցեղ չեք, դուք մայլայի խարոշիների պանյատկեքով չեք, որ ապրելու եք, որ դուք հազարամյա թակավորություններ ունեցող երկրի եւ հազարամյա ապագա ունեցող երկրի քաղաքացիներ եք եւ իշխանությունների մեծագույն մեղքը այն է, որ նրանք հիասթափեցրին այս սքանչելի ժողովրդին, մենք պետք է նորից լցնենք հավատ եւ ինքնավստահություն մեր ազգի մեջ։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Խզմալյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, նաև ձեզ, որ մեզ հետ եք, շնորհակալություն բոլոր հեռուստադիտողներին, ով մասնակցեց, ներող եղեք, եթե չկարողացաք ձեր հեռախոսազանգերը ընդունել, ժամը լրացել է, եթերաժամը լրացել է, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ էինք զրուցում, զրուցուհար Մերգայան Առաքելյանը, բարին ձեզ։